Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև on-line տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ YouTube-յան ալիքներում, Instagram-ում, Contact-ում, Facebook-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այդ ալիքներում ձեզ հետաքրքրող շատ ինֆորմացիա կա, կանխատեսումներ, հմայախոսություններ, ծիսակարգեր, որոնք որ ես ձեզի սրտի նվիրում եմ։ Здравствуйте, мои дорогие подписчики, как вы знаете, я экстрасенс-парапсихолог, ведический астролог, ясновидящая, я делаю расклады на картах Таро, работаю с помощью рун, делаю чистку, ставлю защиту для каждого человека отдельно, составляю натальную карту, астрологическую матрицу, если вам нужна моя помощь. Обращайтесь, я людей принимаю в себя в доме, если не можете приходить, работаю онлайн с помощью видеозвонка. Каждую субботу и воскресенье у меня прямые эфиры на ТикТоке, где я отвечаю на ваши вопросы. Пишите ваше имя, сколько вам лет и сфера вопроса. Личные отношения, финансы, здоровье, наличие негатива. Я с большим удовольствием на ваши вопросы буду отвечать. Много моих подписчиков, они люди, которые понимают только русский язык, разговаривают на русском. Дорогие мои, вы можете давать ваши вопросы на русском. Я с большим удовольствием и на ваши вопросы тоже буду отвечать. Այսքանը սիրելիներս սկսենք մեր ուղիղ եթերը։ Դուք էլ ակտիվ եղեք ձեր սրտիկներով, ձեր լայքերով, ձեր նվերներով, նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։ Նույն է Սամվել կհաշտվեն թե ոչ։ Նունե Սամվել կհաշտվեն թե ոչ։ Ոչ հաշտություն չեմ տեսնում, ցույց է տալիս, որ նեգատիվ կա եւ Նունեի վրա, եւ Սամվելի վրա, որի պատճառով հաշտություն չի լինի։ Որպեսզի լինի հաշտություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը Նունեի եւ Սամվելի վրայից որ մաքրվի, նոր հնարավորություն կա, որ լինի հաշտություն։ Արթուր Արփինե, երբ կամուսնանան, Արթուր Արփինե, երբ կամուսնանան, տեսնենք ինչ ասում դեսերկը։ Խնդիրներ սիրելի Արթուր, սիրելի Արփինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, լինելու է ամուսնություն եւ շատ մոտակա ժամանակահատվածում։ Արդեն խնդիրները, խնդիրները լուծված են։ Կոհար 38 տարեկան, տեսնենք ինչ ասում դեզերկը մեր սիրելի Կոհարի համար։ Կոհար 38 տարեկան։ Կա խնդիրներ սիրելի Կոհար, բայց սիրելի Կոհար ձեր վրա կա տոհմական անեզք, հատկապես տոհմական անեզքը գալիս է հայրական ազգից, կան շատ մեծ ֆինանսական խնդիրներ, կա առողջական խնդիրներ, կա հասնական խնդիրներ, դուք հիմիկվա այս պահին այնպիսի խնդիրների ու պրոբլեմների մեջ եք, սիրելի Կոհար, եւ քանի գնա այդ խնդիրները, պրոբլեմները ավելի կշատանան։
դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, որովհետև ցույց է տալիս, որ ամեն ինչ փլուզվելու է, ամեն ինչ քանդվելու է, սիրելի գոհար։ Շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Կարեն Հասմիկ, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Կարեն Հասմիկ, անձնական, կա խնդիրներ, սիրելի Կարեն, սիրելի Հասմիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի և անձնական ոլորտում, և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, դուք այդ խնդիրներն էլ և դժվարություններն էլ հնարավորություն եք ունենալու հաղթել, հաղթանակով դուրս գալ։ Արտյոմ 33 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Արտյոմ 33 տարեկան, անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արտյոմի համար։ Սիրելի Արտյոմ, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Հաջողություն է լինելու և ֆինանսական, և իրավական ոլորտում, սիրելի Արտյոմ, խնդիրներ, պրոբլեմները թողնում եք անցյալում, ձեր դեմ բացում է հաջողության ժամանակահատված։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի ու սրտիկների համար։ Կարեն 20 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Կարեն, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, Աստծու կամքով ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, գիտեք ինչ, պահապան հրեշտակները անընդհատ ձեր կողքին են, ոչ մի խնդիր չեմ տեսնում, ոչ մի բարդություն չեմ տեսնում։ Լիլիթ 52 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիթի համար։ Լիլիթ 52 տարեկան, սիրելի Լիլիթ, ձեր անձնականը քանդված է, կա նաև ֆինանսական խնդիրներ, գիտեք ինչ, սիրելի Լիլիթ, բայց մի վախեցեք և ֆինանսական ոլորտում և անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ճիշտ է շատ մեծ բարդություններ կա, սիրելի Լիլիթ, բայց դուք Աստծո կամքով այդ բարդություններից, այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, անցյալում եք թողնում խնդիրը, պրոբլեմը, ձեր դեմ բացվում է հաջողության ժամանակահատված և ֆինանսական ոլորտում, և անձնական ոլորտում։ Արա 40 տարեկան ընդհանուր, Արա 40 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Արայի համար։ Սիրելի Արա, ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս, այսը ցույց է տալիս, որ դուք շատ մեծ երազանք ունեք, ձեր այդ երազանքը կատարվելու է։ Առողջական ոլորտում կան խնդիրներ, բայց այդ խնդիրները նույնպես լուծելի են, ապակինում է ցույց տալիս։ Մետաքսե 25 տարեկան ընդհանուր, Մետաքսե 25 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մետաքսեի համար։
Սիրելի Մեդաքս է եւ ազնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն, հատկապես հաջողություն ստուդենտական շրջանում լինելու է ձեր ազնական ոլորտում, ձեր ազնական կյանքի մեջ լինելու է երջանկություն, եւ դրանից հետո է ձեր կյանքի մեջ նաեւ մտնում է ֆինանսական հաջողություն։ Եթե խնդիր եկա, պրոբլեմ եկա, սիրելի Մեդաքս է, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակած դուրս եք գալիս։ Տիգրան 47 տարեկան անձնական։ Տիգրան 47 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Տիգրանի համար։ Սիրելի Տիգրան, ճիշտ է, կա խնդիրներ ձեր անձնական ոլորտում, բայց կա նաև ճանապարհ, կա նաև ելք։ Դուք այդ անձնական դժվարությունից, բարդությունից հաղթանակով դուրս եք գալիս եւ հատկապես ձեր անձնական ոլորտում է լինելու է երջանկություն, լինելու է հաղթանակներ։ Հովհաննես 45 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հովհաննեսի համար։ Հովհաննես 45 տարեկան ընդհանուր։ Սիրելի Հովհաննես, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտներում բերում է խնդիրներ, բերում է պրոբլեմներ, չեք կարողանում դեռ մեկ խնդրից դուրս չեկած ընկնում եք մեկ այլ ուրիշ խնդրի մեջ։ Սիրելի Հովհաննես, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն, կլինի երջանկություն։ Շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Մերի Դավիթ, հաշտություն կլինի թե ոչ։ Մերի Դավիթ, հաշտություն կլինի թե ոչ։ Ոչ, սիրելի Մերի, սիրելի Դավիթ, հաշտություն չի լինի, որովհետև ձեր բաժանության հիմնական պատճառը ձեր վրա կատարված թուղթուգիրն է, ձեր վրա կատարված մագիան է, քանի կա այս գիրը, քանի կա այս մագիան, հաշտություն չեմ տեսնում, որպեսզի լինի հաշտություն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի հաշտություն։ Սիրվա 26 տարեկան ձեր ասնականի մեջ եւ կլինի փոփոխություն։ Սիրվա 26 տարեկան։ Սիրելի Սիրվա, ձեր ասնականի մեջ լինելու է փոփոխություն, դրական փոփոխություն, ձեր երազանքը նպատակը կատարվելու է, դիմեք էքստրասենսի։ Սիրելի Սիլվա, գիտեք ինչ, ձեր երազանքը կատարվելու է, ձեզանից էլ սպասում եմ աշկալուսակ եւ շատ մոտ ժամանակահատվածում ձեր սրտի մեջ ինչ երազանքը որ կա, սիրելի Սիլվա, դա կատարվում է։ Այո, սիրելիներս, դուք կարող եք նաեւ ինձ դիմել, կարող եք նաեւ ինձ դիմել, մաքրման գործողություն կատարել եւ կկաշկավորվի։ Այո, կարող եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ։ Ընդհանրապես, որպեսզի իմանաք ով է երեխայի հայրը, անհատական կարող եք ինձ դիմել այն մարդկանց, ում որ կասկածում եք, ես կկարողանամ ասել այդ երեխան ում զավակն է։ Կարող եք անհատական ինձ դիմել, իհարկե այն ծառայությունը վճարովի է, բայց ես կկարողանամ ասել այդ երեխան դրա այդ մարդկանցից ումն է, ես կարող եմ պատասխան տալ։ Անհատական երեխայի, ով է երեխայի հայրը, դրա համար
դուք կարող եք անհատական ինձ դիմել։ Գևորգ 44 տարեկան, ֆինանսական։ Գևորգ 44 տարեկան, ֆինանսական։ Կախնդիրներ սիրելի Գևորգ, ձեր ֆինանսական ոլորտում, գիտեք ինչ սիրելի Գևորգ, ձեր խնդիրը ձեր ֆինանսական ոլորտի հետ չի կապված մենակ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը սկզբից ձեր ֆինանսական ոլորտն է քանդում, հետագայում նաև մտնելու է ձեր անձնական տաշ, մտնելու է ձեր ֆիզիոլոգիական մարմնի մեջ։ Սիրելի Գևորգ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ֆինանսական հաջողություն կլինի եւ անձնական հաջողություն կլինի։ Այս նեգատիվը ձեզանից ամբողջովին խլում է ձեր պոտենցիալը եւ դուք չեք կարողանում ճիշտ որոշումներ կայացնել։ Ձեզանից գնում է ձեր հաջողությունը, ձեր բիզնեսը, ձեր մեկը երկուս չի դառնում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն։ Նոր հնարավոր է, որ լինի ձեր կյանքի մեջ ֆինանսական հաջողություն։ Հասմիկ, Նարեկ, հղիություն կլինի, թե ոչ։ Հասմիկ, Նարեկ, հղիություն կլինի, թե ոչ։ Սիրելի Հասմիկ, սիրելի Նարեկ, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը չի թողնի, որ լինի հղիություն, լինի երեխայի ծնունդ եւ կբերի բաժանության։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս մագիան, այս կախարդանքը ձեր վրա այս մաքրեք, նոր դրանից հետո կլինի հղիություն, կլինի երջանկություն, քանի կա այս մագիան, այս կախարդանքը, չեմ տեսնում հղիություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Ռոբերտ Ռիփսիմե, կլինի հղիություն, թե ոչ։ Ռոբերտ Ռիփսիմե, կլինի հղիություն, թե ոչ։ Սիրելի Ռոբերտ, սիրելի Հրիփսիմե, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը փակելու է ձեր երջանկության ճանապարհը, ձեր երջանկությունն էլ հենց կախված է երեխա ունենալու, երջանիկ ընտանիք ունենալու հետ կապված, քանի կա այս նեգատիվը, քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում, որ կլինի երեխա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավորություն կա, որ լինի երջանկություն, լինի հղիություն։ Նարեկ 29 տարեկան, անձնական։ Նարեկ 29 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեի համար։ Սիրելի Նարե, հաջողություն է ցույց տալիս ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում։ Ինչ երազակ նպատակ, որ ունեք սիրելի Նարե, ձեր երազակները, նպատակները կատարվելու են։ Կարլեն 48 տարեկան, անձնական։ Կարլեն 48 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարլենի համար։ Կախնդիրներ, սիրելի Կարլեն։ Սիրելի Կարլեն, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր վրա կա մագիա, որը եւ ձեր անձնականն է փակում եւ ձեր գործնականն է փակում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, նոր կլինի ֆինանսական հաջողություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։
Ռիմա 33 տարեկան անձնական Ռիմա 33 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Ռիմայի համար Սիրելի Ռիմա ձեր անձնական ոլորտում էլ գործնական ոլորտում էլ լինելու է հաջողություն ինչ երազանք նպատակներ որ ունեք սիրելի Ռիմա ձեր երազանքները նպատակները կատարվելու է հաջողություն է ցույց տալիս աննավահակ միություն կլինի թե ոչ աննավահակ միություն կլինի թե ոչ տեսնենք ինչ է ասում տեզերքը կախնդիրներ սիրելի Աննա սիրելի Վահագ բայց մի վախեցեք սիրելի Աննա կախնդիրներ կա դժվարություններ բայց դուք կարողանաք այդ խնդիրներից այդ դժվարություններից հաղթանակով դուրս գալ այո միություն կլինի հաշտություն կլինի ես ձեզանից եմ շնորհակալ գրասվեկի մալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք Գայանե 41 տարեկան անձնական Գայանե 41 տարեկան անձնական Սիրելի Գայանե, ձեր եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում լինելու է հաջողություն։ Գիտեք ինչ, մեծ հաջողություն է մտնելու, ոչ թե սովորական հաջողություն, սիրելի Գայանե, անակնկալ հաջողություն է լինելու եւ ձեր անձնական ոլորտում եւ ձեր գործնական ոլորտում։ Արփի 36 տարեկան հնարավորություն կունենաք մնալ Եվրոպայում, թույլտվություն կունենաք թե ոչ։ Արփի 36 տարեկան, տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Արփիի համար։ Սիրելի Արփի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որը խնդիրներ կառաջացնի, որպեսզի դուք կարողանաք այդ հնարավորությունը ստանալ, սիրելի Արփի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է որ թույլտվություններ լինի, փաստաթղթերներ լինի, սիրելի Արփի, քանի կա այս նեգատիվը, խնդիրներ ու պրոբլեմներ կլինի եւ թույլտվություն էլ չի լինի։ Շնորհակալ եմ։ Արփի 36 տարեկան անձնական Արփի 36 տարեկան անձնական տեսնենք ինչ է ասում տեզերքը մեր սիրելի Արփիի համար կախնդիրներ սիրելի Արփի Սիրելի Արփի ձեր վրա կա մագան անեսք, որը փակում է ձեր եւ անձնականը, փակում է եւ ձեր ֆինանսական հաջողությունը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն սիրելի Արփի, որպեսզի լինի երջանկություն, որպեսզի լինի հաջողություն։ Աշխեն 24 տարեկան անձնական Աշխեն 24 տարեկան անձնական տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Աշխենի համար Սիրելի Աշխեն ձեր վրա կախարդանք կա ձեր վրա տոհմական անեսք կա որը փակում է ձեր անձնականը դուք լավ էլ հասկանում եք տեսնում եք որ ձեր անձնականը չի ստացվում
գալիս եւ տեղ չի հասնում։ Սիրելի աշխեն, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավորություն կլինի, որ դուք ունենաք անձնական երջանկություն։ Փակված է ձեր անձնական երջանկությունը, սիրելի արփի։ Շնորհակալ եմ, Սվետա 44 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա 44 տարեկան անձնական։ Սիրելի Սվետա, ձեր անձնականի վրա կախարդանք է դրած։ Ձեր անձնականի վրա կախարդանք է դրած, որի պատճառով դուք չեք կարողանում հակառակ սեռի հետ ձեր հարաբերությունները կարգավորել։ Ամեն ինչ գնում վատանում է։ Սիրելի Սվետա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական։ Այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փլուզում է։ Շնորհակալ եմ։ Արմինե 20 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Արմինեի համար։ Արմինե 20 տարեկան անձնական։ Սիրելի Արմինե, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը պետք է ստացվեր, չստացվավ, դուք եք զարմանում, թե ինչն էր պատճառը, մի բանը, որ 100% լինող էր, չստացվեց։ Սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ լինի անձնական։ Ձեր վրա շատ ուժեղ կախարդանք ու մագիա կա, մաքրեք, որպեսզի լինի անձնական։ Շնորհակալ եմ։ Աննա 30 տարեկան անձնական։ Աննա 30 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Աննայի համար։ Աննա 30 տարեկան անձնական։ Սիրելի Աննա, ձեր անձնականի մեջ անընդհատ ձեզ թվում է, թե պետք է էս լավ լինի, ձեր կյանքի որակը փոխվելու է, ձեր կյանքի մեջ մտնելու է այնպիսի անձնավորություն, որ հետ դուք երջանիկ կլինեք, բայց դա իր վերջնական հանգուցման կետին չի հասնում։ Սիրելիս, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է ձեր անձնական երջանկության ճանապարհը, քանի կա այս նեգատիվը, չեմ տեսնում անձնական երջանկություն։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի անձնական։ Մանան 22 տարեկան անձնական։ Մանան 22 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մանանի համար։ Մանան 22 տարեկան անձնական։ Սիրելի Մանան, ձեր անձնական ոլորտում լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակներ որ ունեք, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են։ Հաջողություն է ցույց տալիս, երջանկություն է ցույց տալիս։ Լիլի 19 տարեկան անձնական։ Լիլի 19 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Լիլիի համար։ Ոնց որ քնած լինի ձեր անձնականը, սիրելի Լիլի, սիրելի Լիլի, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեծք, որը ձեր անձնականը քնեցնում է, որը ձեր անձնականը մտցրել է փակուղու մեջ։ Սիրելի Լիլի, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, նոր կլինի երջանկություն։ Աստղի 26 տարեկան անձնական գործնական, Աստղի 26 տարեկան անձնական ֆինանսական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի աստղի համար։ Սիրելի աստղիկ ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, ճիշտ է կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց նաև կա լուծում, ձեր և անձնական կյանք ոլորտում և ֆինանսական ոլորտում մտնելու է անակնկալ և շատ մեծ հաջողություն և ուրախություն։ Մագա 18 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի մագայի համար։ Մագա 18 տարեկան ընդհանուր, կա խնդիրներ սիրելի մագա, սիրելի մագա ձեր վրա կա գիր, ձեր վրա կա թուղթուգիր, որը կապում է ձեր և անձնական հաջողությունը, փակում է նաև ձեր ֆինանսական հաջողությունը։ Սիրելի մագա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս գիրը, այս կախարդանքը, այս կապը ձեր վրայից մաքրեք և անձնական երջանկություն կլինի և ֆինանսական հաջողություն կլինի։ Ամեն ինչ փակում է այդ նեգատիվը, ձեր վրա մեծ կախարդանք կա, սիրելի մագա, շնորհակալ եմ։ Էլեն 23 տարեկան, հղիությունը նորմալ կգնա, թե ոչ։ Էլեն 23 տար։ Սիրելի Էլեն, դիմեք անպայման էքստրասենսի, անպայման դիմեք էքստրասենսի, մաքրման գործողություն կատարեք, դրեք պաշտպանություն, որովհետև հնարավոր է լինի բարդություններ, դիմեք էքստրասենսի, ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, նաև դրեք պաշտպանություն, որպեսզի ձեր հղիությունը բարեհաջող ընթացք ունենա։ Ձեր վրա շատ ուժեղ նեգատիվ կա, որը պրոբլեմների առաջ կկանգնեցնի, սիրելիս, անպայման մաքրման գործողություն կատարեք, նաև ձեր վրայից և պաշտպանություն դրեք։ Շնորհակալ եմ։ Գոհար 36 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գոհարի համար։ Գոհար 36 տարեկան, առողջական, կա խնդիրներ սիրելի Գոհար, ձեր ֆիզիոլոգիական խնդիրը, ձեր առողջական պրոբլեմը, դա ոչ թե սովորական պրոբլեմ է, ձեր պրոբլեմը կապված է ձեր վրա կատարված թուղթուգրից։ Ձեր վրա կատարված մագիան կանգնեցրել է նման առողջական բարդության առաջ, որպեսզի լինի ապաքինում, որպեսզի լինի լավացում։ Սիրելի Գոհար, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի լավացում։ Միայն բժիշկների ցուցումը չի օգնի, սիրելի Գոհար, ճիշտ է դուք պետք է և բժիշկների ցուցումը կատարեք, բայց նաև պետք է ձեր բիոէներգետիկ դաշտը մաքրեք, որովհետև ձեր ֆիզիոլոգիական դժվարության, բարդության պատճառը դա ձեր վրա կատարված մագիան է։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Աղունիկ 33 տարեկան ընդհանուր, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի աղունիկի համար։ Սիրելի աղունիկ, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, որի պատճառով ընդհանուր ձեր կյանքի բոլոր ոլորտներում կան խնդիրներ, կա բարդություններ, կա պրոբլեմներ։ Սիրելի աղունիկ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի,
կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի հաջողություն, նոր կլինի հաղթանակներ, նոր կլինի երջանկություն։ Սիրելի վարդուի գրեք ձեր տարիքը և ձեր հարցը, Էդիթ 24 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Էդիկի համար, Էդիկ 24 տարեկան, կա խնդիրներ սիրելի Էդիկ, և մասնագիտական ոլորտում, և անձնական ոլորտում, ոնց որ ամեն ինչ քնած եղնի, սիրելի Էդիկ, բայց դա ժամանակավոր է, սկզբնական շրջանում հաջողություն լինելու է ձեր ֆինանսական ոլորտում, ձեր մասնագիտական ոլորտում, հետագայում նաև հաջողություն եք ունենալու ձեր անձնական ոլորտում։ Շնորհակալ եմ դակերի Զորակ 33 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Զորակի համար, Զորակ 33 տարեկան անձնական։ Սիրելի Զորակ, ձեր և անձնական ոլորտում և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն ձեր կյանքի բոլոր ոլորտներում, եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, սիրելի Զորակ, դուք այդ խնդրից, այդ պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, շնորհակալ լայքերի, սրտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Խաչիկ 40 տարեկան, ինչ է սպասվում։ Խաչիկ 40 տարեկան, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ սիրելի Խաչիկ։ Գիտեք ինչ, կա խնդիրներ սիրելի Խաչիկ, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, մի քվախեցեք, մի հիասթափվեք, հետ մի գնացեք, առաջ գնացեք և կլինի հաղթանակներ սիրելի Խաչիկ։ Ճիշտ է, կա դժվարություններ և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում, առաջ գնացեք և ձեր դեմ ճանապարհներն ու հնարավորությունները կբացվեն։ Սուզաննա 39 տարեկան, ֆինանսական, Սուզաննա 39 տարեկան, ֆինանսական, կա խնդիրներ սիրելի Սուզաննա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ձեր դեմ բացվելու է հաջողության ժամանակահատված, լինելու է հաղթանակներ սիրելի Սուզաննա, և անձնական ոլորտում, և գործնական ոլորտում։ Գեղանուշ 65 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գեղանուշի համար, Գեղանուշ առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Գեղանուշի համար։ Սիրելի Գեղանուշ, ձեր վրա կա թուղթուկիր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը բերել է նման առողջական բարդության առաջ է կանգնեցրել, որպեսզի լինի լավացում, որպեսզի լինի ապակինում, որպեսզի լինի ճիշտ ախտորոշում, սիրելի Գեղանուշ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և կլինի լավացում և կլինի առողջացում։
դիմեք էքստրասենսի, կատարեք մաքրման գործողություն, նոր կլինի լավացում։ Արշակ 32 տարեկան, առողջական, Արշակ 32 տարեկան, առողջական, կախնդիրներ սիրելի Արշակ, կախնդիրներ, մի կվախեցեք, կախնդիրներ, կապարտություններ, ճիշտ է կա դժվարություն սիրելի Արշակ, բայց մի կվախեցեք, կա նաև ապակինում, անպայման կատարեք բժիշկների ցուցումները, կլինի լավացում, կլինի ապակինում։ Շնորհակալ եմ։ Վարդուշ 68 տարեկան, առողջական, Վարդուշ 68 տարեկան, առողջական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վարդուշի համար։ Սիրելի Վարդուշ, մի կվախեցեք, մի հիասթափվեք, բուժում տեսնում եմ, լավացում ապակինում տեսնում եմ, բայց անպայման պետք է հաճախեք բուժհիմնարկություն, կատարեք բժիշկների ցուցումը, կլինի լավացում, կլինի ապակինում։ Շնորհակալ եմ։ Մգո 33 տարեկան, ընդհանուր, Մգո 33 տարեկան, ընդհանուր, Սիրելի Մգո, ձեր կյանքի ճանապարհի վրա կա նեգատիվ, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում դուք մի քայլ անում եք դժվարությամբ, 10 քայլ հետ եք գնում։ Հիմիկվա դրությամբ հեչ այս պահին այնքան խնդիրներ կա եւ անձնական եւ գործնական ոլորտում։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք, որպեսզի ձեր կատարած քայլերը, ձեր կատարած գործողությունները աբարձուն ու աննպատակ չլինեն։ Նման էներգիան ձեզանից խլում է ձեր հաջողության ճանապարհը, ձեր հաջողության հնարավորությունը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ կլինի հաջողություն։ Սիրելի Արմանի ծնողներ, 5 տարեկան, անհատական ինձ դիմեք, որպեսզի ես կարողանամ ձեր բիոէներգետիկային նայելով երեխայի մասին կարողանամ տեղեկություն տալ։ Հիմա երեխան բիոէներգետիկ դաշտով իր մամայից կտրված չի, ես չեմ կարող ճիշտ պատասխան տալ։ Անհատական դիմեք ինձ, ես ձեր այդ հարցին կպատասխանեմ։ Անհատական, կքայլի, չի քայլի, ինչն է իր քայլելու խնդիրը, ինչի չի կարողանում քայլել, բայց անհատական դիմեք։ Վիոլետա 24 տարեկան, անձնական, Վիոլետա 24 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սիրելի Վիոլետա, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուկից, ձեր վրա կա կախարդակ, ձեր վրա կա մագիա։ Չկա անձնական, սիրելի Վիոլետա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, նոր դրանից հետո ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, ոչ միայն անձնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, սիրելի Վիոլետա։ Հրաչյա 42 տարեկան, ֆինանսական, Հրաչյա 42 տարեկան, ֆինանսական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Հրաչյայի համար։ Սիրելի Հրաչյա, ձեր վրա կա թուղթուկիր,
ձեր վրա կա մագիա, ամեն ինչ փակված է, եւ ազնականն է փակված, եւ գործնականն է փակված, ինչին ձեր եք տալիս քանդվում է, ինչին ձեր եք տալիս փլուզվում է։ Սիրելի հրաչյա, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է լինի ֆինանսական հաջողություն, լինի անձնական երջանկություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Հունան 39 տարեկան, կամուսնանա թե ոչ։ Հունան 39 տարեկան, կամուսնանա թե ոչ։ Հունանի վրա կա թուղթուգիր կամ մագիա, որի պատճառով չեմ տեսնում ամուսնություն, կա նաև առողջական խնդիրներ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, հունանի վրայից մաքրեք այս թուղթուգիրն ու այս նեգատիվը, նոր դրանից հետո հնարավոր է եւ ապակինում, հնարավոր է եւ ամուսնություն, քանի կա այս նեգատիվը չեմ տեսնում ամուսնություն։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Վալյա 52 տարեկան, անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Վալյայի համար։ Վալյա 52 տարեկան, անձնական։ Սիրելի Վալյա, տարապես ցույց է տալիս, որ կա խնդիրներ, կա դժվարություններ, բայց նաև ցույց է տալիս, որ դուք այդ խնդիրները թողնում եք անցյալում եւ ձեր մոտ սկսվում է հաջողության ժամանակահատված եւ անձնական ոլորտում եւ գործնական ոլորտում։ Շնորհակալ եմ, շնորհակալ։ Սիրելի Անահիտ, գրեք ձեր թորնիկի անունը, տարիքը ու հարցը։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Արմեն 30 տարեկան, ֆինանսական։ Արմեն 30 տարեկան, ֆինանսական։ Կա խնդիրներ, սիրելի Արմեն։ Կա խնդիրներ, բայց մի փախեցեք, մի հիասթափվեք, կա նաև ելք, կա նաև լուծում, ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ։ Այդ խնդիրներից էլ դուք հնարավորություն եք ունենալու հաղթանակով դուրս գալ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Նարեկ 33 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարեկի համար։ Նարեկ 33 տարեկան։ Սիրելի Նարեկ, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Նարեկ, ձեր երազանքները, ձեր նպատակները կատարվելու են, հաջողություն է ցույց տալիս։ Նարինե 36 տարեկան, անձնական։ Նարինե 36 տարեկան, անձնական։ Տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նարինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նարինե, անձնականը ոնց որ փակված լինի, փողը չկա։ Սիրելի Նարինե, ձեր վրա
կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ոչ անձնական կա, ոչ էլ ֆինանսական կա։ Ինչ ինձ ես տալիս փլուզվում է, ինչ ինձ ես տալիս քանդվում է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է, որ լինի անձնական երջանկություն, լինի ֆինանսական հաջողություն, ամեն ինչ փակված էր, սիրելի Նարինե, շնորհակալ եմ լայքերի, սերտիկների համար, շատ շնորհակալ եմ։ Մարինե 26 տարեկան անձնական, Մարինե 26 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարինեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Մարինե, ձեր վրա կա տոհմական անեզք, որը փակում է ձեր եւ անձնականը, փակում է եւ ձեր գործնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր կլինի անձնական, նոր կլինի ֆինանսական։ Այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, ամեն ինչ փակում է։ Շնորհակալ եմ լայքերի, սրտիկների համար։ Անժելա 45 տարեկան, բալիկ կունենաք թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Սիրելի Անժելա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա մագիա, ձեր բալիկ ունենալու հնարավորությունը փակված է, որպեսզի դուք բալիկ ունենաք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր դրանից հետո հնարավոր է, որ դուք ունենաք բալիկ։ Մարիետա 24 տարեկան, կտեղափոխվեք ուրիշ տուն, թե ոչ։ Մարիետա 24 տարեկան։ Կտեղափոխվեք ուրիշ տուն, թե ոչ, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մարիետայի համար։ Շատ եք ցանկանում, որ այդ տեղափոխությունը լինի, սիրելի Մարիետա։ Ընդհանրապես, այո, մի քիչ բարդություններ է ցույց տալիս, մի քիչ դժվարություններ է ցույց տալիս, սիրելի Մարիետա, բայց տեղափոխություն կլինի, ձեզանից էլ աշխալուսանք եմ սպասում, սիրելի Մարիետա։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ, նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում և ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ամեն շաբաթ կիրակի 2 ժամով մտնում եմ եթեր, որտեղ որ պատասխանում եմ ձեր հարցերին, եթե դուք ունեք հարազատներ, բարեկամներ, ընկերներ, ընկերուհիներ, ում որ անհրաժեշտ է էքստրասենս պարահոգեբանի ծառայությունը, իրենց նույնպես տեղյակ պահեք,
որ նմանով եթերներ կան, թող իրենք էլ միանան, իրենք էլ իրենց հարցերի տան։ Շնորհակալ եմ։ Լայքերի ու սրտիկների համար շատ ծանր էներգիա ունեցող մարդիկ էին այսօր։ Շնորհակալ եմ։ Մայրամ 29 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 29 տարեկան։ Սիրելի Մայրամ, ձեր վրա կա թուղթ ու գիր, ձեր վրա կա տոհմական անեծք, ամեն ինչ փակված է, ինչ ինձ ես տալիս քանդվում է։ Սիրելի Մայրամ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, նոր հնարավոր է լինի երջանկություն, նոր հնարավոր է լինի հաջողություն։ Այս նեգատիվը ամեն ինչ քանդում է։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Սևադա 46 տարեկան, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Սևադայի համար։ Սևադա 46 տարեկան։ Սիրելի Սևադա, ձեր վրա կա թուղթ ու գիր, ձեր վրա կա մագիա, կախարդանք, որը եւ ձեր անձնականն է փակում, եւ ձեր գործնականն է փակում, դուք մի քայլում եք առաջ 10 քայլ հետ, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, սիրելի Սևադա, նոր ձեր կյանքի ոլորտներում կլինի հաջողություն, կլինի երջանկություն, այս նեգատիվը ամեն ինչ քանդում է, սիրելի Սևադա։ Շնորհակալ եմ։ Անահիտ 20 տարեկան անձնական։ Անահիտ 20 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Սիրելի Անահիտը, ձեր վրա կա տոհմական անեծք, եւ հայրական ազգն է փակված եւ մայրական ազգը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրվեք այս տոհմական անեծքից, նոր դրանից հետո